ԿՊ-ն մանիպուլացնում է։ Ասում է խաղաղության պայմանագիրը պատրաստ է, մեր շահերից է բխում, մնում է բանակցենք ստորագրման տեղի օրվա համար։ Բայց ամենակարևորը չի ասում, ինչեր պետք է անեն արդեն ստորագրման համար։ Նախապայմանները կամ բազմաթիվ պահանջներ Ադրբեջանից, որոնք բնականաբար պայմանագրում տեղ չեն գտել, այսպես ասած ուղեկցող միջոցառումների ցանկում են։ Նրանք պահանջում են փոխել սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Դրան համաձայնել եք, ասում եք 2026-ին պատրաստ կլինի։ Նրանք պահանջում են միջանցք, ասել եք ճանապարհ պատրաստ ենք տալ, ու չգիտեմ ինչ եք տալու, երևի այնպիսի բան, որ դուք համարեք ճանապարհ, իրենք համարեն միջանցք։ Մյուսը, ասում են պետք է Հայաստանը հետ տա գնաց զենքերը, պետք է զենք չունենա։ Մյուս պահանջը ադրբեջանցիների Հայաստանում բնակեցումն է։ Նիկոլն ասում է քննարկելի է։ Սրանք ասում են նախադրյալներ չկան, որ հայերը վերադառնան Արցախ, բայց նախադրյալ կա, որ ադրբեջանցիները գան Հայաստան։ Խոսքը տարբեր հաշվարկներով 350,000 ադրբեջանցու մասին է։ Եթե այդ պայմանագրով արցախցիների հարցը չես կարգավորել, բայց 150,000 հայրենակիցները մնում են օդից կախ,